Ողջունում եմ բոլորին, սիրելիներս, այսօր հուլիսի 21-ն է, օրը երկուշաբթի 2025 թվական, մի թեմայի մասին եմ ուզում խոսել, որը վերջերս, կարծես այդպես թրենդային է դարձել, մոդեռն, մոդայիկ, ուրեմն այդպիսի վերնաշապիկներ, այսպիսի զգեստեր են, վաճառում, որի վրա գրված է ազատ մարդ, վերնաշապիկներ, տարբեր ուրեմն տպված է, վրան, ասեղնագործված, տպված, ազատ մարդ, և դա ինքը թրենդային է, մարդիկ հագնում են, իրանց լավ են զգում, գուցե իրանց ազատ են զգում, չգիտեմ ինչ են զգում, բայց դա շատ մոդայիկ է և թանկ հաճույք է նման ուրեմն վերնաշապիկ հագնելը, բայց այսօր ուզում եմ խոսել իրական ազատության մասին, գիտեք այդ մարդիկ, աշխարհի մարդիկ, ովքեր հագնում են այդ հագուստները, իրապես ընդհանրապես ազատ չեն, որտև ազատությունը դա լինում է Սուրբ Հոգու ձեռքով, Սուրբ Հոգու միջոցով, ազատագրված մարդն է, իրոք ազատ, որը ճանաչում է Տիրոջը և Աստծո Հոգին գործում է այդ մարդու մեջ, բայց աշխարհի մեջ լինող մարդը իրապես շատ բաներով բռնված է, շատ բաներով, և քանի որ Աստված ստեղծել է մարդուն, մարդու մեջ էդի դրված է, որ ինքը ձգտում է ազատության, ինքը ուզում է ազատ լինի, ինքը սիրում է ազատությունը, ճշմարիտ հոգու, մտքի, մարմնի ազատությունը, ներդաշնակությունը, դա մարդու մեջ կա, հենց ի սկզբանե Աստծուց դրված է, բայց մարդը չգիտի դրա ուղին, ճիշտ ճանապարհը, ոնց գնա, որ ինքը իրապես լինի ազատ մտահոգություններից, լինի ազատ վշտերից, հուսահատությունից, լինի ազատ այս կյանքի դառնություններից, լինի ազատ մեղքերից, պղծություններից, հպարտությունից, չարությունից, նախանձից, այդ շորը հագնելով, շորը չի, որ ազատություն է բերում, շորով չի, որ մարդը պիտի իրան ազատ զգա, թեպետ մարդը ուզում է այդ ազատությունը, ձգտում են այդ ազատությանը, շատ լավ բան է, երբ որ մարդը ազատ է, բայց իրապես ազատությունը Քրիստոս Հիսուսի մեջ է, երբ որ մարդը պաշտում է Տիրոջը, երբ որ մարդը ճանաչում է Տիրոջը, Աստված ինչ ասեց, կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի, իսկ ով է ճշմարտությունը, եթե ոչ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ինչ ասեց Հիսուսը իր մասին, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, այսինքն ինչ ենք հասկանում, ազատ լինելու համար պետք է ճանաչել մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որովհետև ինքն է ճշմարտությունը, կճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը ձեզ կազատի, կճանաչես Հիսուս Քրիստոսին, իսկ ոնց ես ճանաչում Հիսուս Քրիստոսին, իրա հետ մտերմանալով, իրա հետ շփվելով, իրան ժամանակ հատկացնելով, ամեն օրվա քո օրը սկսվում է, ողջունում ես արդյոք քո հորը, պատրաստ ես զրուցելու քո հոր հետ, քո երկնային հոր հետ, պատրաստ ես ծնկել և փառաբանել և աղոթել իրան, պատրաստ ես ականջներդ բացել և լսել իրենից, ինչ է ասում նա քեզ, իրա գրքի միջոցով խոսքը կարդալու և ինչի՞ չէ գուցե և այդպես սրտիդ հետ էլ խոսի, դրա համար ճանաչելու համար Հիսուս Քրիստոսին պետք է որ շփվել
Հիսուսի հետ, որպեսզի մենք ճանաչենք իրան։ Ոնց է աշխարհում, հա, սիրելիներս, իրապես մարդուն ճանաչելու համար ժամանակ է, հա, պետք, երբ որ մտերմանում են մարդիկ, շփվում են իրար հետ, մի հատ ընթացք, մի հատ ժամանակ, որոշակի ճանաչում են, հա, բավականին արդեն լավ կարծես թե ճանաչում են եւ ինչքան երկար այնքան լավ, ինչքան երկար ժամանակ շփվում ես, այնքան շատ ես ճանաչում։ Եվ այսօր Տեր Հիսուս Քրիստոսը տալիս է մեզ ազատագրվելու բանալին։ Եթե մենք ճանաչենք Հիսուս Քրիստոսին, ճշմարտապես ազատ կլինենք, որովհետև ասում է իր խոսքը, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Հույսդ մի դիր, որ այս եղբայրը կազատի քեզ, այն քույրիկը կազատի քեզ, թե պետք կարա եւ այդպես էլ լինի։ Ասենք Աստծո մարդու աղոթքը լսվի եւ Տերը ազատագրի, Աստծո կերպերը տարբեր են, բայց հիմնական այն, որ մեզ սովորացնում է կտակարանը, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Այսօր այդ շորերը հագնելով չի, որ մարդը ազատ է, այսօր կա մի հատ ճանապարհ, ճանաչել ճշմարտությունը, որտեվ մարդ արարած ինքը ուզում է լինել ազատ, որտեվ դա Աստծուց դրված է, հա։ Երբ որ ստեղծեց Աստված մարդուն, այդ ամեն ինչը դրեց իր աներսը, այդ ազատության ձգտումը, հա, ինչքան լավ է, հա, երբ որ մարդը ազատ է, երբ որ մարդու սիրտը ազատ է չարությունից, նախանձից, հպարտությունից, անպետք բաներից, մտքերից, պղծությունից, մարդը ազատ է։ Դա շատ երանելի վիճակ է, բայց Տերը ասում է, որ էդի, հա, հեռու չի քեզանից, եթե դու շփվես իմ հետ, եթե դու հարաբերվես իմ հետ, եթե դու ինձ տաս ժամանակ, զավակս, ես քեզ ճշմարտապես ազատ կանեմ։ Կճանաչես ճշմարտությունը եւ ճշմարտությունը քեզ կազատի։ Եվ այդ վերնաշապիկ հագնող մարդիկ իրապես մոդայիկ, ահա, գուցե շատերը հագնում են եւ այսպես հպարտ քայլում են, ազատ մարդ, ախր ինչից ես դու ազատ մարդ արարած, չարի կամքը կատարելով ապրում ես այս երկրի վրա, ինչից ես ազատ, այսօր սատանան խաբել է, հա, քանի որ մարդիկ չունեն ճշմարիտ ազատագրություն, ազատ ապրելակերպ, ազատ չեն, խափում է, լավ դե ես շորը հագիր, քեզի ազատ զգային չա եղել, որ բավականին այդպես թանկ ինքը վերնաշապիկներ են, ազատ մարդ, հագի քեզ լավ զգա, սենց մեջքի վրա են գրում, դոշի վրա, ազատ մարդ, եւ մարդ այսպես հագնում է ու իրան երևակայելով այսպես քայլում է հպարտ, ով խղճուկ մարդ արարած, իրապես ուզում եմ կոչ անել բոլորին, բայց նամանավանդ նման զգեստ հագնողներին, ճշմարիտ ազատությունը Հիսուս Քրիստոսի մեջ է, երբ որ դու ազատ ես մեղքից, երբ որ դու ազատ ես ցանկություններից, երբ որ դու ազատ ես ամեն պղծություններից եւ քո ներսը տաճար է Հիսուս Քրիստոսի, որտեղից պատարակներ է բարձրանում երկինք, դա է ճշմարիտ ազատությունը։ Եթե ուզում ես լինել ազատ, արի Հիսուսին, արի Աստծուն, ճանաչիր Հիսուսին, շփվիր Տիրոջ հետ, որպեսզի ճանաչես իրան, մտերմանաս իր հետ, որտև ինքը հայր է, ինքը կարոտում է, ինքը սիրում է, ինքը սպասում է, որ իր զավակները շփվեն իր հետ, այսօր ինքը քեզ ասելու բան ունի, ինձ ասելու բան ունի, բոլորիս ասելու բան ունի, սիրելիներս, բայց շատ անգամ չկա ժամանակ Տիրոջ հետ շփվելու, այն Աստված, որ քեզ պարգևել է 24 ժամ, ամեն օր դու ունես 24 ժամ, շատ անգամ 10 րոպե չես կարողանում հատկացնես իրան, գոնե այսպես, հա, մի հատ թերթ կարդաս, մի հատ գոնե 5 րոպե աղոթես, շատ անգամ այդ ժամանակներ ստեղծող Աստծուն, որ մեր սիրտը, հոգին, շունչը, մարմինը ամբողջությամբ իր ձեռքում է, մեր կյանքի ճանապարհներն ու ուղիները, շատ անգամ չկա այդ 10 րոպեն, եւ մարդ ուզում է լինել ազատ եւ մարդը խափում է իրան, որ ինքը ազատ է, չէ, մարդ արարած, դու ազատ չես, մինչև դու ճշմարտապես չճանաչես Հիսուս Քրիստոսին,
դու չես կարող ազատագրվել։ Բանալին Տերը տալիս է, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի։ Սիրելիներս, հույսներդ մի դրեք ինչ որ մարդկանց վրա, Աստծո խոսքը գիտեք ինչ ասում, անիծված է այն մարդը, որ իր հույսը մարդու վրա է դնում, բազուկը իրան ապավեն է անում։ Հույսը դիր բարձրյալ Աստծո վրա, նա է ազատողը, նրա ձեռքը չի կարճացել, անգամ քո տանդ մեջ, գիտես, մարդ կա ծխում է, մարդ կա տարբեր բաներով բռնված են եւ հավատքի մարդիկ կան, այո, որ չեն կարողանում ազատագրվել եւ հույսդ մի դիր, որ ինչ որ մեկը քեզ կգա, քո վրա կաղոթի, կազատագրվես, ինչ որ մեկին խնդրես, այս մարգարեն, այն առաքյալը, այն ավետարանիչը, այնի լավանոթը, հույսը դիր Հիսուս Քրիստոսի վրա, ճանաչիր Աստծուն, ճանաչիր ճշմարտությունը եւ ինքը քեզ կազատագրի, երբ որ դու մոտիկ կլինես իրան, երբ որ դու կընթերցես իր խոսքը, կսիրես իր խոսքը, սիրելով կկարդաս կարոտով, որ սա քո հոր նամակն է, ինչ ասում ինքը քեզ, երբ որ կծնկես աղոթելու, գիտես, որ հորդ ես աղոթում, սիրտդ բացում ես իր առաջ, այդ ժամանակ կգա ճշմարիտ ազատագրությունը, կճանաչես ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի քեզ, ճշմարտությունը կմտնի քո սիրտը, քո միտքը, քո հոգին կլուսավորի, իրապես ազատ կլինես, ոչ թե այդ վերնաշապիկները հագնելով է մարդը ազատ լինում, այլ ճշմարիտ ազատ լինելը, ճշմարիտ ազատագրությունը գալիս է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ շփվելով, նրա խոսքը կարդալով, երբ որ կարոտում ես նրան, նա ուզում է քո հետ հարաբերվի, նա ուզում է քո հետ խոսա, ամեն օր սիրելիներս նա ուզում է, գիտեք ինչ բան է մարդու կյանքը վերջերս մեր քուրիկներից մեկի ամուսինը այդպես մետրոյի մեջ մի անգամից վատանում է, հանկարծ մահ լինում, իսկ ով գիտեր, հա, մարդը դուրս էր եկել իր ամեն օրվա գործերով, իր պլաններով եւ ընդամենը մի վայրկյան եւ մարդը մահացավ եւ գնաց հավիտենություն, իսկ այսօր ով մարդ հարարած, ով հա ապահովագրված, ով գիտի 5 րոպե հետո ինչ կլինի, ով կարա ասի, որ հա դե ես լիքը ժամանակ ունեմ, կհասցնեմ, կապաշխարեմ, կհաշտվեմ Աստծու հետ, այսօր ով գիտի ով է ապահովագրված, ինչպիսի բան է մեր կյանքը, Հակոբոս առաքյալը ասում է, ինչպիսի բան է մեր կյանքը, մի հատ շոքի է, հա, մի հատ շող կա, որ կա ու անհայտացավ, այդքան կարճ է մարդկային կյանքը, դրա համար հաշտվենք Աստծո հետ, հաշտվենք սիրելիներս, ճշմարտապես ազատ լինելու համար, ճանաչենք Հիսուս Քրիստոսին եւ ինքը կուղի մեր շավիղները, թող Տերը փառավորվի, այսօրվա պատգամը այսքան էր սրտից դրված եւ շտապեցի ձայնագրել, կիսվել իմ հարազատ սիրելի քույր եղբայրների հետ, սիրելիներս ճանաչենք Հիսուսին, մոտենանք Հիսուսին եւ ճաշակենք ճշմարտապես ազատ լինելու բերկրանքը, հաճույքը, երբ որ հոգին Հիսուս Քրիստոսի մեջ, Հիսուս Քրիստոսը քո մեջ եւ դուք ընթրիք եք անում եւ այլում եք ճշմարիտ ազատ լինելը, թող Տերը փառավորվի ամեն բանի մեջ, ամեն